որոշումներ ընդունողները եւ դժվար թե որոշումներ ընդունողները գնան ձեր մշակած սցենարների հետևից էլի, ուզում եմ նախ ես թե բանով խոսես այդ մասին, այդ նախաձեռնության իմաստի մասին եւ էլի զուգակցելով իր բանտից հղած ուղերձներից մեկով, ասում եմ գնացեք ոչ թե բառի, այլ իմաստի, ոչ թե ուսուցչի, այլ ուսմունքի, ոչ թե նորաձևության, այլ տեսլականի ետևից, տեսլականների մշակում ապագա հայկական։ Շնորհակալություն, գիտեք Ռուբեն Վարդանյանը մի շատ հրաշալի հատկություն ունի թիվս այլ հրաշալի հատկությունների, նա կարողանում է իմի բերել մարդկանց։ Ես վստահ եմ, այստեղ ներկա մարդկանց, եթե դուք ձեր շուրջը նայեք, շատ-շատերը ծանոթացել են Ռուբեն Վարդանյանի միջոցով։ Եվ Ռուբեն Վարդանյանի այս հատկությունը իմի բերելու նաև զուգորդում էր հենց երկխոսություն սկսելու, նույն Տաթևյան երկխոսությունները սկսած նույնիսկ իրենց առաջին նախաձեռնությունից, որը կոչվում էր Տրոյկա դիալոգ, եւ բոլոր ընդհանրապես իր բոլոր նախաձեռնությունները հենց երկխոսության մասին էին։ Մենախոսություն չէր, դա երկխոսություն էր լսել դիմացինին եւ ընդհանուր խելքը խելքի տալով գտնել լավագույն լուծումը։ Եվ ապագա հայկական հենց այդ նպատակին էր ծառայում ձևավորել մի այնպիսի մեծ համահայկական երկխոսության հարթակ, որտեղ հնարավոր կլինի սահմանել մի քանի բաներ։ Առաջինը սահմանել արժեքային համակարգը։ Սահմանել այն արժեքային համակարգը, որը ընդհանուր է հայության համար։ Եվ այդ արժեքային համակարգի հիման վրա ձևավորել հայության նպատակներ ու փորձել գնալ այդ նպատակներին։ Շատ ամբիցիոզ ծրագիր է իհարկե, եւ ես այդ ծրագրի մասին ներկայով եմ խոսում, որովհետեւ վստահ եմ Ռուբենի վերադարձից հետո այդ ծրագիրը շարունակելու է։ Կլինի դա անունը ապագա հայկականը, կլինի, չգիտեմ, մեկ այլ, կլինի Արմենիա 2050, կլինի ինչ կլինի, բայց այդ ամբիցիոզությունը համայն հայության ունակ ուժերին իմի բերելու հայության մեջ շատ քիչ, երևի նույնիսկ մեկ ձեռի վրա չկարողանամ թվարկել, այդքան քիչ մարդիկ կարող են անել եւ Ռուբեն Վարդանյան այդ մարդկանցից առաջինն է։ Եվ իհարկե հենց ձեր նշած հենց հատված աքսիոմներից, ասույթներից հենց դրա մասին է։ Ոչ թե պետք է մենք խնդիր չունենք առաջնորդների, մենք խնդիր ունենք առաջնորդող գաղափարների։ Թույլ տվեք մեկն էլ ավելացնել, հա, ուրիշներին տալով այն ամեն ինչ ունես, ինչ գիտես, կարող ես անել, ունենալ առանց կուտակելու, առանց քո կրքերի ու ցանկությունների, առանց ոսկե հորթի ստրուկը դառնալու։ Սա է իմ կարծիքով կյանքի իմաստը։ Սա է այն հարցի պատասխանը, որ այնքան հաճախ տանջում է մեզ, քանի որ մենք հենց այնպես ենք աշխարհում ավելացնում բարին եւ լույսը բոլորի համար։ Ես անկեղծ ասած նաև մի փոքր եւ համաձայն եմ, որ սրանք իհարկե սրանք Ռուբեն Վարդանի կենսափիլիսոփայության կենսակերպ արտացոլող արժեքներն են, բայց նաև շատ մի կարևոր տարբերություն կա, նյուանս կա։ Նախկինում հիմնականում շեշտը դրվում էր հայկականության, համահայկականության վրա, ազգային ոգին արտնասնելու վրա։ Կարծում եմ մենք ցավոք սրտի որպես հանրություն գնալով ավելի ենք կորցնում մեր հենքը, մեր հատակը եւ արդեն անցնելով ազգայինի հատակից մենք գրեթե մոտենում ենք մարդկայինի հատակի կորուստին, որովհետեւ կորցնում ենք ապրումակցելու զգացումը, կորցնում ենք ըմբոստանալու զգացումը, կորցնում ենք պինդ մարդ մնալու զգացումը եւ Ռուբեն Վարդանյանի այս ուղերձները հենց մարդ մնալու մասին է առաջին հերթին, որովհետեւ եթե մենք մարդ չենք, հայ չենք կարող։ Մենք պետք է ճիշտ գործադրենք մնալու մարդկային հանրություն։ Մենք ցավոք սրտի շատ մոտեցել ենք այդ սահմանին հանրության կորուստի։ Շնորհակալ եմ, Իննա։ Ձեր ֆիլմի հերոսուհու անունը, այսպես ասած, ավելի հնչեղ, ավելի բարձր դարձավ հենց Ավրորա մարդասիրական նախաձեռնության շնորհիվ։ Ես տեղեկացա, որ դուք նոր ֆիլմ եք պատրաստում, որտեղ արդեն անդրադարձ կլինի Արցախի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած հանցագործություններին, եւ այս առիթը օգտագործելով ես պիտի խնդրեի, որ այդ մասին մի քիչ ավելի մանրամասն ներկայացնեք, եւ դες համար ընտրել եմ Ռուբեն Վարդանյանի խոսքից երկու մեջ բերում, որտեղ ես ինքս հակասություն եմ տեսնում, բայց գուցե դուք ինձ ասեք, որ հակասություն չկա։
ոչ պակաս ուզիչ էր, քան ես զով չեմ արտահայտությունը, որ արդեն իսկ մեջ բերվեց։ Ես խորապես համոզված եմ, որ կան ավելի կարևոր բաներ, քան մեկ մարդու կյանքն է, ասում է նա։ Ու մի այլ առիթով արդեն ասում եմ, մենք ոչ միայն պիտի ապրենք, այլև պիտի ապրենք մեր հայրենիքում, արժանապատվոր են։ Հիշեք, որ հոսանքի դեմ լողալ ընդունակ է միայն կենդանի մարդը։ Շատ շնորհակալություն, շատ այդպես կարևոր մեջբերում եք անում, որովհետև կարծում եմ, որ հենց Ավրորա մարդասիրական մրցանակավարժության եւ ծրագրի հենց հիմքում այդ գաղափարախոսությունն էր դրված, որովհետև նույն Ավրորան եւ բոլոր այն հերոսները, ովքեր այդ մրցանակաբաշխության արդյունքում ճանաչվեցին աշխարհով մեկ, հենց այդ գործն էին անում, այսինքն մի մարդով փոխում են իրականությունը։ Եվ ես շատ շնորհակալ եմ